Հանդիպել, ժամանակ անցկացնել Սուրբ Հոգու հետ կամ էշերից դեպի թագավորություն։ Ովքեր որ Սուրբ Գիրքը գիտեն, իմացան, որ ում մասին եմ խոսելու։ Սավուղի մասին։ Այսօր ուզում եմ մի փոքր խոսենք Սավուղի մասին, իր կյանքի մասին, սիրներ։ Օրինակ, տարբեր կերպերով մենք բոլորս եկել ենք Աստծո տուն, եկեղեցի ենք եկել։ Օրինակ, ո՞նց եք եկել դու եկեղեցի, կամ ինչ է պատահել, որ դուք եկել եք եկեղեցի։ Կարող է մի քանի հոգիներ բարձրաձայն։ Ես օրինակ ծնվել եմ հոգևոր ընտանիքում, դրա համար եկել եմ եկեղեցի։ Իմ աշկերտս բացել եմ, խելքս գիտակցությունս հասել է, տեսնեմ, որ իմ ծնողները գնում են եկեղեցի, իրանց հետ եկել եմ եկեղեցի։ Իմ կյանքը այսպես ա եղել, հետո արդեն 16-17 տարեկան հասակում ես որոշում կայացրեցի, իմ արդեն անձնական որոշումը հետևեցի Հիսուս Քրիստոսին, որտեղ սիրում եմ իրեն, ուզում եմ իմ կյանքը հոգևոր լինի։ Դրա համար ես եկեղեցու եմ։ Դու ինչու ես եկել եկեղեցի։ Կան մարդիկ, որոնք հիվանդության պատճառով, մեկ բառով, երկու բառով, եթե կարելի է, նազելի քույրը։ Ինչպես չլսեց։ 15 օր չեք քայլել, ողնաշարի պրոբլեմ եք ունեցել, նազելի քույր։ Անայդ քույրը ձեզ տնային խմբակ ու բժշկվել եք, փառք Աստծո, մինչև այսօր քայլում եք։ Փառք Տիրոջը, շատ լավ, նույնիսկ վազում եմ։ Տեր օրհնի։ Այսինքն հիվանդության պատճառով եկել եք Տիրոջ տուն, Աստված ձեզ բժշկել է։ Փառք Տիրոջը։ Կարճ, շատ մեկ բառով խնդրում եմ։ Ինչի համար ենք եկել եկեղեցի։ Ահա։ Մերժված, չսիրված մեկն ես եղել։ Ահա։ Փառք Տիրոջը։ Աղոնքույրս չսիրված եւ մերժված է եղել նոր գտականը կարդալով, տեսա, որ Աստված իրեն սիրում։ Աղոնքույր, մենակ Աստված քեզ չի սիրում, է։ Մենք էլ ենք քեզ սիրում։ Փառք Աստծո։ Իսկ ովքեր են եղել, որ Աստված տենում ենք, չէ՞, ինչպիսի հրաշքներ անում։ Ովքեր են եղել, որ ուղղակի սիրահարվել են որևէ մեկին, դրա համար եկել են եկեղեցի ու Տերը կպել է իրանց սրտում։ Ովքեր են եղել, որ մեկի խաթր են եկել եկեղեցի, հրավիրել են խաթրը չմերժելով եկել են ու Աստված իրենց գտել է։ Ուղղակի հետարքրությունից ելնելով են եկել։ Ահա։ Մեկը ցավ է ունեցել, Աննաքուր ուզում էր բան ասել, թե հետարքրությունից։ Հետարքրությունից ելնելով տարբեր պատճառներով մենք գալիս ենք Աստծո մոտ։ Ճիշտ է։ Հիմա այսօրվա մեր հերոսը էշերի պատճառով գնաց Աստծո մոտ։ Այսինքն ինչքան տարբեր կարող են լինել պատճառները, որ մենք գնում ենք Աստծո մոտ։ Եվ օրինակ, գիտեք, ես մտածեցի, որ թեկուզ Կիրակի օրը ուղիղ եթեր է, բայց մենք երբեմն պետք է sense հարցնեմ, ես խոսամ, որովհետև բաներ կան, որ ես չգիտեի։ Օրինակ, աղոն քրոջը 100 տարի ճանաչում եմ, բայց ես չգիտեի, որ ասենք ինքը այդ պատճառով է եկել Տիրոջ տուն։ Մեկ-մեկ իրար հետ պետք է շփվենք, էլի, չէ՞։ Տեր օրհնի։ Տնային խմբերում հաճախակի ասեք Աստծո գործերի մասին։ Թեկուզ ոչինչ 5 անգամ լսել եմ, 6-րդ անգամ էլ թող լսեն, Աստծո գործերը պետք է պատմենք։ Այսօրվա գործը, երեկվա գործը, 5 տարվա արված գործը, Տիրոջ գործերը անընդհատ պետք է պատմենք իրան փառավորելու համար։ Եվ եթե մենք պատմում ենք, Աստված այսօր էլ մեր կյանքում լիքը հրաշքներ կանի, որ մենք կպատմենք, որտեղ ամեն օրվանը իր հրաշքը կա, փառք Աստծո։ Աստված տարբեր կերպերով հպվում է մեզ, փոխում է մեզ փառք իրեն։ Եվ այսօրվա հերոսը էշերի պատճառով գնաց Աստծո մոտ։ Սավուղը մինչև թագավորի լինելը նրա մասին գրված է Կիսի մի որդի ուներ անունը Սավուղ, որը երիտասարդ ու գեղեցիկ տղամարդ էր, եւ Իսրայելի որդիների մեջ նրանից գեղեցիկ մարդ չկար, ուսերից վեր նա բարձր էր ամբողջ ժողովրդից։ Սիրուն, թիկնեղ, բոյով, բուսաթով, գեղեցիկ մեկներ, բայց ոչինչ արժեք չէր լինի, եթե հանկարծ Աստված չընտրեր նրան։ Այսինքն արտաքին եւ գեղեցկությունը եւ մարդկային կարողությունը չի կարող խոսել աստվածային ծրագրի մասին, չի կարող խոսել հաջողության մասին, չի կարող խոսել, որ ինքը շատ կարևոր մեկն է, մինչեւ այն պահը, որ մարդը հանդիպում է Աստծուն։ Շատերը ասում են հպարտանում են եւ ուրախանում են իրենց գեղեցկությունով, շատերը իրենց կարողությունով, շատերը իրենց առողջությունով, բայց դրանք բոլորը անցողիկ են։ Բոլորը անցողիկ են։ Ես տեսել եմ մարդիկ, օրինակի համար հանդիպել եմ մարդ, ընկերոջս, որ ընկերացանք իրար հետ Միացյալ Նահանգներում,
Մեծ տներ ուներ, հսկայական տներ ուներ, լավ աշխատանք, լավ ունեցված։ Հաջորդ տարի որ գնացի, իրանց տունը այնքան փոքր էր, որ երեխաները քնելու տեղ չունեին անգամ։ Կորցրել էր ամեն բան մեկ տարվա ընթացքում։ Երբեք հույսը չես կարող դնել ունեցվածքի վրա։ Շատերը գեղեցկությունով հպարտանում են եւ ծաղրում են մյուսներին, որ տես ես ինչ սլացիկ մարմին ունեմ, հատկապես կանայք աղջիկները, ես ավելի գեղեցիկ եմ եւ այլ։ Եվ հանկարծ ինչ որ մի բան պատահում է եւ չգիտեմ ինչ որ կամ տարին անցնում կամ ինչ որ մի բան լինում է եւ զգում ես որ իզուր ես հպարտացել։ Այս մարդն էլ շատ կարող մեկն էր իր տեսքով եւ այլն, բայց եթե Աստված կանգ չի առնում այդ մարդու կողքին, եթե այդ մարդը չի մտնում Աստծո ծրագրի մասին, որքան խելացի ուզում է լինել, որքան գեղեցիկ, որքան ունևոր, որքան առողջ, միևնույն է։ Իր կյանքը հաջողվում է միայն այն դեպքում, երբ որ մարդը մտնում է Աստծո ծրագրի մեջ։ Ամեն։ Եվ Սավուղը ինչ տեղ ունեցավ, մի փոքր պատմություն անցնենք առաջ։ Հայրը կորցրել էր, մոլոր ինչ որ էշերը կորել են, եւ որդուն ասեց՝ ծառաներից մեկին վերցրու եւ գնա էշերին փնտրի։ Սավուղը վերցրեց ծառաներից մեկին եւ գնաց էշերը փնտրելու։ 3 օր շարունակ տարբեր գյուղեր, քաղաքներ նրանք պատտվեցին եւ չգտան էշերին։ Նպատակը սա է, որ նրանք դուրս էին եկել էշերին փնտրելու եւ երկար օրեր փնտրում էին Աստծուն։ Աստծո ծառաներից քարոզիչներից մեկը այսպես է ասել. կարող ես գնալ Աստծո մոտ այն բանի համար, ինչ ուզում ես։ Ինչի համար որ դու ուզում ես, կարող ես գնալ Աստծո մոտ։ Բայց նա քեզ կտա այն, ինչը իսկապես պետք է։ Մենք կարող ենք Աստծո մոտ գնալ առողջության համար, Աստծո մոտ գնալ խաղաղության համար, Աստծո մոտ գնալ օրինակ համար ֆինանսի կամ աշխատանքի օրհնության համար։ Տարբեր պատճառներով կարող ենք գնալ Աստծո մոտ, բայց Աստված գիտի իրականում մեզ ինչ է պետք։ Սավուղը գնաց Աստծո մոտ էշերի պատճառով, բայց Աստված գիտեր ինչ է պետք Սավուղին եւ ինչ է պետք Սավուղի միջոցով նաեւ ժողովրդին։ Եվ 3 օր շարունակ փնտրելուց հետո Սավուղը ասեց. Սավուղը իր հետ եկած ծառային ասեց. «Եկ վերադառնանք, գուցե իմ հայրը էշերին թողնելով մեզ համար մտահոգվի»։ Բայց ծառան նրան ասաց. «Ահա այս քաղաքում Աստծո մարդ կա։ Նա մի պատվավոր մարդ է եւ ամեն բան ինչ որ ասում է անպատճառ կատարվում է։ Եկ հիմա այնտեղ գնանք։ Գուցե մեզ ցույց տա մեր գնալու ճանապարհը»։ Ես ուզում եմ, որ ամբողջ պատգամի ընթացքում Աստծո մարդը տվյալ դեպքում Սամուելն էր։ Մենք Սամուելին դիտարկենք որպես Աստված, որպես Սուրբ Հոգի։ Ավելի այսպես մեզ համար, որ այս օրերին մենք փնտրում ենք Աստծուն, իր հոգու միջոցով, փնտրում ենք իր հոգին։ Եվ Սամուելին ներողություն Սավուղին ծառան խորհուրդ տվեց։ Սավուղը արդեն հանձնվել էր, որտեղ իր հոր մասին էր մտածում, վերադառնանք։ Իսկ ծառան ասեց. «Արդեն այսքան եկել ենք, մոտ է այն անձը, որի մոտ կարող ենք գնալ»։ Սամուելը որպես մարգարե Աստծո ներկայացուցիչն էր, Աստծո ձայնը, դրա համար ես ասում դիտարկենք որպես Աստծո մոտ գնալ, որտեղ այդպես է, որ Աստծո մոտ գնացողը գնում էր Աստծո մոտ։ Հատկապես մենք խոսելու ենք նաև օծության մասին, օծությունը բնականաբար յուղը օծությունը ասոցացվում է Սուրբ Հոգու հետ։ Նրանք գնացին, այս տղայի խոսքերին լսեց։ Որքան լավ է, որ մենք ունենանք մարդիկ մեր կողքին, որ նպաստեն, որ մենք գնանք Աստծո մոտ։ Իհարկե կլինեն մարդիկ, որ մեր կողքին կլինեն, կդրթեն մեզ, որ մենք գնանք Աստծո մոտ։ Իրանց երեսից կգնանք Աստծո դուռը, կասենք Տեր Աստված, այս մարդը արդեն այստեղ է հասցրել։ Էլի տարբերակա, ոչինչ, իրանց պատճառով էլ կգնանք Աստծո մոտ, բայց որքան լավ է, որ մարդը լինի մեզ հետ, որի պատճառով, որի սիրո պատճառով, խրատի պատճառով, աղոթքի շնորհիվ մենք գնանք Աստծո մոտ։ Այսպիսի ընկերներ կուզենանք, չէ՞, մենք ունենանք ընտանիքի անդամներ մենք ունենանք, հա Կարեն ախպեր ջան։ Քանի տարի են քո համար աղոթել, մինչև որ դու 20-25 խոնարհվեցիր Աստծո առաջ։ Այդպիսի մարդիկ լինեն մեր կողքը, որոնք կարող են մեզ նպաստել, օգնել, որ մենք գնանք Աստծո մոտ։ Այդպիսի ընկերներ ունենանք։ Այդպիսին լինենք մենք նաև նրանց համար, ովքեր որ մեր կողքն են, կհայտնվեն մեր կողքը, որ մարդիկ գնան Աստծո մոտ։ Չհոգնածնենք մարդկանց, ասելով, երբ ես գալու եկեղեցի։ Բայց չես գալի եկեղեցի, այսօր Կիրակի, ասում ախպեր, 5 տարի մենք իրար ճանաչում ենք, ամեն Կիրակի ասում ես, ախպեր, չէ, չեմ ուզում գամ։ Արդեն պրինցիպը անգի, գիտես, ինչի որտեղ ամեն Կիրակի ասում եմ գնանք եկեղեցի։
Բայց երբ որ ես կարողանամ, այո, կարող եմ հրավիրել, բայց եթե ես կարողանամ իրական սեր դրսևորեմ, մարդու կարիքի ժամանակ կարեկցանք լինեմ, մարդուն օգնեմ իմ միջոցով, որտեվ Սուրբ Գիրքը մարդը չի կարդում, բայց տեսնում է մեր կյանքը, մենք ենք բացված ավետարանը, մենք ենք այդ նամակները Աստծուց ուղղված այդ մարդկանց, լինենք այնպիսին մարդկանց կողքին, որ մենք մոտեցնենք Աստծուն։ Երբեմն մարդիկ սխալներ են գործում եւ մենք դառնում ենք դատավոր։ Ասում ենք, բա տեսար, Աստված քեզ պատժեց, այն օրը sense բան արեցիր, ինչ գիտես Աստված իրեն պատժեց։ Աստվածա քեզ ասել, որ իրեն պատժել է։ Եթե Աստված այդպես պատժող էր, բա դու 5 օր առաջ որ այդ սխալ արեցիր, ինչու քեզ չպատժեց։ Հին մի հատ sense խոսք ունենք, ես վերին արտին ցորենն եմ։ Ասում են, չի դու վերին արտի ցորենն ես, քեզ ջավախքի խոսքա, չէ՞ երևի, թե չգիտեմ։ Հա, մեզ չի կարելի պատժել, կամ մենք սիրելիներն ենք, չէ՞ սիրելիներ։ Ընդհակառակը։ Մենք օգնենք մարդուն, որ մոտենա Աստծուն։ Եվ այս ծառան ոչ միայն օգնեց խոսքով, այլ նաև իր մոտ ուներ մի փոքրիկ արծաթ, անգամ գնաց Աստծո մոտ եւ Աստծո մարդուն ընծա տվեց, չխնայեց ինքը, իր տիրոջ համար, իր ընկերոջ համար չխնայեց, անգամ իր ունեցվածքը տալու ինքը անպայման ուզում էր գտնեին այդ էշերին, ուզում էին նպատակային լինել, սա Աստված է անում։ Սա Աստված է անում։ Եվ ում որ Աստված դրել է քո կողքին, սա Աստված է անում։ Կարեն եղբայր, դու մենակ ես լինելու այսօր, կարող է մարդ լինի հայտնվի քո կողքին։ Աստված կբերի, կամ էլ քեզ կհայտնվես մեկի կողքին, այնպես որ Աստված մեզ տանում է մի իրավիճակ, որ մարդկանց մեջ ենք մենք հայտնվում, կամ մարդիկ նպաստենք, որ մարդիկ գնան Աստծո մոտ։ Եվ այս ծառան հենց այդպես նպաստեց, որ գնան Աստծո մոտ։ Եվ ինչ տեղ ունեցավ, ինչպես մոտեցավ սավուղը Աստծո մարդուն կամ Աստծուն, ինչպես պետք է մոտենանք։ Ոմանք մոտենում են Աստծուն պահանջներով, ոմանք մոտենում են Աստծուն համոզելով, երկարախոսությամբ, իրենց սրբությունն ու բարեգործությունները պատմելով, իրենց ծառայությունները պատմելով, իրենց հոգսերն ու բեռները պատմելով, Սամվուղը մոտեցավ Աստծուն, Սամուելը գովեց Սավուղին։ Ասես բոլորի հաճությունը դու ես, որտեղ Աստված խոսել էր Սամուելի հետ։ Աստված երբեմն խոսում է մեզ հետ եւ մենք կարող ենք տարբեր կերպերով մոտենալ Աստծուն։ Լավագույն կերպը խոնարհությամբ մոտենալն է։ Սավուղ ասեց, ես բոլոր ցեղերից փոքրն եմ, բոլոր սերունդներից փոքրն եմ, իմ ցեղն էլ, իմ հորտունն էլ ամենակիչն է, ամենասակավ թիվ ունեցողն են, նա խոնարհությունն է։ Եվ երբ որ ապագայում հարց եղավ, Սավուղ ասեց, դու որ քո աչքին փոքր էր երևում, Աստված քեզ Իսրայելի թագավոր դրեց։ Հետագայում ասեց։ Սավուղ ինքն իրեն փոքր էր տեսնում։ Սա իրեն չգնահատել չի, սա խոնար է։ Խոնարհությունը։ Երբ որ մարդը գնում է Աստծո առաջ խոնարհությունով, մենք կարող ենք գնալ Աստծո առաջ պահանջներով, նեղվածությամբ, նորմալ է, տարբերակ է, գնանք անկեղծությունով, կլինի պահանջներ, կլինի, չգիտեմ, նեղվածություն ինչ, բայց լինենք անկեղծ, բաց լինենք Աստծո համար, բայց լավագույն Աստծո մոտ գնալու կարգավիճակը եւ Աստծուն սիրելի կարգավիճակը դա խոնարհությունն է։ Խոնար սիրտ, կոտրված սիրտ, Աստված, շատ բան գիտեմ, բայց գիտությունս դնում եմ կողքի, արդարություն ունեմ, ճիշտ եմ, դնում եմ կողքի, շատ բաներ ուզում եմ, դնում եմ կողքի, գալիս եմ քո առաջ, ահա այսպես, ընդունելով, որ ես անարժան եմ, որտեվ դու սուրբ ես, ես սուրբ չեմ, դու Աստված ես, ես մեղավոր մարդ եմ, ես անարժան եմ, խոնարհվում եմ քո առաջ եւ ասում եմ, Տեր, ո՞րն է քո կամքը իմ կյանքի համար։ Ես պատրաստ եմ լսելու քո կամքը, ընդունելու քո կամքը իմ կյանքի համար։ Clive Lewis-ն ասել է, խոնարհությունը դա քո մասին ցածր կարծիք ունենալը չէ։ Ոմանք մտածում են խոնարհությունը այն է, որ մենք մեր մասին կարծիք ունենանք, որ մենք ցածր ենք, այլ քո մասին պակաս մտածելն է։ Քո մասին պակաս մտածելն է։ Քիչ մտածելն է։ Այլ ոչ թե ես ցածր եմ մյուսից, չէ, հպարտ մարդը, ոչ խոնարհ մարդը լավ բան կա, յա։ Ինչ որ մի գովասան կա, ես։ Ինչ որ մի քեզ այդքան բարձր մի տես։ Կամ որ ես լինեի այդտեղ, հո սենց չէ լինի, լրիվ ուրիշ։ Սավուղ խոնարհվեց Աստծո ներկայության մեջ։ Լավագույնն է, որ մենք խոնարհությունով գնանք Աստծո ներկայության մեջ։ Սուրբ Հոգու հետ հանդիպման ժամանակ գնանք նրա հետ հանդիպման, բայց գնանք խոնարհությամբ։ Եվ գնանք նրա հետ ժամանակ անցկացնելու, այլ ոչ թե բարևելու եւ հաջող հասելու։
Բարև Սուրբ Հոգի։ Ես եկա ասելու, որ ես լավ եմ, խնդրեմ ինձ օգնիր, որ ավելի լավ լինեմ, օրհնիր իմ օրը, ցտեսություն Սուրբ Հոգի։ Ինչքան լավ աղոթք արեցի։ Դե վրազ էի մի քիչ, մի տարի շարունակ այդպես անընդհատ վրազ ենք լինում, հանկարծ Սուրբ Հոգու ներկայության մեջ գնանք նրա ներկայության մեջ, հանդիպենք իրեն, խոնարհությամբ գնանք եւ մնանք իր ներկայության մեջ։ Ժամանակ անցկացնենք իր ներկայության մեջ։ Ժամանակ անցկացնենք իր ներկայության մեջ։ Ինչ որ ժամ, ինչ որ ժամանակահատված։ Եվ Սամուելը վերցրեց Սավուղին եւ նրա ծառային, նրանց տարավ սրահը եւ նրանց տեղ տվեց։ Հրավիրեց տուն, հետո միասին գնացին ճաշկերույթի։ Սամուելը նախապես ասել էր խոհարարին, որ պահեք այս բաժինը, եւ երբ որ եկավ Սավուղը, նստեցրեց լավագույն տեղերից մեկը եւ ասեց. այն, որ ասել էի պահեք, բերեք։ Նրա հետ ժամանակ անցկացնենք, նա մեզ կկերակրի։ Նա մեզ հոգեորապես կկերակրի։ Երբ որ մենք ժամանակ ենք անցկացնում նրա հետ, նա գիտի մեզ ինչ է պետք։ Նա նախապես գիտեր մեզ ինչ է պետք։ Սամուելը նախապես գիտի ինչ է պետք։ Նախապես Սուրբ Հոգին գիտի ինչ է պետք։ Աստված գիտի քեզ ինչ է պետք։ Դու եկել ես Էշերի համար ինձ համար, բայց ես գիտեմ քեզ ինչ է պետք։ Եվ ավելին գիտեմ, քան դու կարծում ես, կերակրեց։ Սնվենք Աստծո ներկայության մեջ։ Չշտապենք Աստծո ներկայությունից դուրս գալու եւ թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր մեջ գործի եւ խոսի։ Թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր մեջ խոսի, սիրելիներ։ Երբեմն մենք ասում ենք, որ գրված է, չէ, եւ Սուրբ Հոգին մեզ խոսել կտա, աղոթել կտա, մենք կարծում ենք, որ դա գրված է միայն լեզուներ խոսելու մասին, ոչ, միայն լեզուներ խոսելու մասին չի դա։ Դա խոսում է Սուրբ Հոգին կմղի մեզ ինչ աղոթել։ Սուրբ Հոգին կմղի մեզ ինչպես հաղորդակցվենք։ Այս 5 շաբթի օրը, ինչը որ ես ասում եմ, դրսևորվեց այստեղ։ Մի քանի կերպերով, մի քանի ձևերով, Էզիկ եղբորը ամենացայտուն օրինակն էր, դա կասեմ։ Եվ Սուրբ Հոգին, միգուցե Էզիկ եղբայրը չէր մտածում ինչ աղոթեր։ Ներողություն եմ խնդրում, որ օրինակ եմ բերում Էզիկ եղբայրը։ Չէր մտածում ինչ աղոթ, այդպես եմ կարծում, որովհետև աղոթքը սկսվեց այլ ուղղությամբ, բայց հետարքիր էր, որ ընթացքը լրիվությամբ այլ եղավ։ Եվ այնպիսի Սուրբ Հոգու այսպես այցելություն եւ ներքին այսպես պորտկում եղավ ուղված Աստծուն աղոթք, ոչ միայն դա աղոթք է, դա նաեւ պատգամ էր, դա նաեւ ուղվածություն էր, դա նաեւ ամբողջ եկեղեցու համար մի հատ այսպես ուղվածություն, որ սա մեր աղոթքն է Տեր։ Եվ բաներ կա, որ մենք պետքա փոխվենք, բաներ կա, պետքա ապաշխարենք, բաներ կա, եւ Սուրբ Հոգին այնպես այցելեց, վերջում քույրերից մոտեցան եւ արդեն ժամը 10 պակաս մենք ավարտեցինք երևի թե, չէ՞։ 9-ին ենք ավարտել, հա։ Ժամը 9-ին, երբ որ մենք ավարտեցինք, մարդիկ մոտեցան ինձ, ասին, գիտեք չէ, որ եթե չավարտենք, դեռ կշարունակեինք աղոթել։ Վտանգավոր բաներ եք ասում, հովին տես բաներ մի ասեք, հա։ Մեկ էլ տեսա, մի օր երկար տևեցին, նես որ պետքա մնաք։ Մարդիկ կային ծնկների վրա, չէին էլ ասին, չենք էլ զգացել, որքան ենք ծնկների վրա մնացել եւ աղոթել։ Եվ Աստված խոսել էր մարդկանց հետ։ Աստված ինչ որ բաներ էր տվել մարդկանց, ինչ որ խոստումներ էր տվել, ինչ որ բաներ էր այս սա է։ Մնա նրա ներկայության մեջ։ Բարձր գոռալն ու ցածր աղոթելը չի, արտասվելն ու ծիծաղելը չէ, թույլ տուր Սուրբ Հոգին քո ներսից աղոթի։ Դրա համար մենք ինչու ենք շատ դեպքերում ասում, երբ որ մարդիկ ասում են, մենք քրիստոնյա ենք, մենք այսինչ եկեղեցու հետևորդն ենք, անինչ եկեղեցու անդամն ենք, մենք շատ լավ, քո հավատքը, քո քրիստոնեությունը, քո դավանանքը կրոն է, միայն սովորություններ են, միայն ձևեր ու ծեսեր են, թե կյանք ունես։ Միայն դու գնում ես եկեղեցի, հիմա 5, 4, 3 երկ, 4 երկ, փառաբանության ժամն է, հիմա խոսքի ժամն է, հիմա հլը մի րոպե, ինչ որ մի հատ արտասովոր բան արեցիք, նորամուծություններ եք անում, այն մարդ եկեղեցի մեջ, այն հին ավանդական, կամ գնալ եւ մոմ վառելն է, խաչակնքվելն է, միայն այսպես եւ միայն սա է։ Սկսի աղոթել։ Գնա հանդիպիր նրան, խոնարհությամբ գնա, դատարկված գնա, որ նա լցնի եւ մնա նրա ներկայության մեջ, ժամանակ անցկացրու, միշտ ապիր դուրս գալ նրա ներկայությունից, միշտ ապիր արագ գնալ։ Սավուղը մտահոգված էր գնալու իր հոր տունը, որտեղ հայրը անհանգստացած էր, բայց նա լսեց Աստծո ձայնին, նա լսեց մարգարեին։ Ոչ միայն այդ նույն օրը հետ վերադարձան եւ նա հնազանդվեց, գնաց իր հետ հաց ուտելու, երեկոյան վերադարձան, երեկոյան բարձրացան տանիքը, Սամուելը կանչեց Սավուղին, նրանք երկար զրուցեցին իրար հետ, գիշերեց այդտեղ,
Ստա խորհուրդն է, ցերեկ եւ գիշեր, Աստծո խոսքի շուրջ մտածիր, Աստծո հետ ժամանակ անցկացրու, հարատև, առավոտ կանուղ, դեռ արևը չծագած, ասում է կանչեց Սավուղին, նորից տանիքը եւ նրանց նորից կանչեց ներողություն, նորից կանչեց եւ նրանց հետ ճանապարհ դուրս եկավ։ Ժամանակ անցկացնենք Սուրբ Հոգու հետ։ Ես ուզում եմ, որ Տեր քեզ ճանաչեմ։ Ես ուզում եմ, որ քո պատկերով Տեր ես նմանվեմ քեզ, կերտեն Քրիստոսի պատկերը կերտվի իմ մեջ։ Ես ուզում եմ, որ Աստծուն նմանվեմ։ Ես ուզում եմ, Տեր, այս իմ հպարտությունը մի քիչ խոնարհվի, այս նախանձը մի քիչ տաշվի։ Ես ուզում եմ, Տեր Աստված, որ իմ գործերն հաջող լինեն, իմ ծառայությունները պտղաբեր լինեն։ Տեր, ես ուզում եմ քո օրհնությունն ու բարեհաճությունն ունենամ, ես ուզում եմ քեզ ուրախացնեմ։ Շատ լավ։ Միշտ ապիր նրա ներկայությունից դուրս գալ։ Ժամանակ անցկացրու նրա հետ։ Շատ բաներ հենց այդտեղ կլուծվեն։ Կարող ենք ամեն ասել։ Աստծո ներկայությունը նախքան օծությունից։ Նրա ներկայությունը առաջինը, մինչև կստանանք օծությունը։ Նախ նրա ներկայությունը, հետո նոր նրա զորությունը։ Հասկացող մարդիկ կասեն Փարթիրոջը։ Սպասենք Աստծուն։ Հանդարտ մնացեք եւ ճանաչեք, որ ես եմ Աստված։ Ես եմ իշխում ազգերի վրա։ Ես եմ տիրում երկրի վրա։ Հանդարտ մնա։ Սիրելիս, տղես, աղջիկս, նստի տեղդ էլի։ Հանդարտ մնա էլի։ Ինչ ես եկել անընդհատություն, Տեր հանդարտ մնա, չգիտես, որ ես եմ Աստվածը, ախր դու չես Աստվածը, ես եմ Աստվածը, մի հատ ասա Աստված, ես եմ Աստվածը, հանգիստ մնա էլի, ես եմ Աստվածը, ես եմ իշխում ազգերի վրա, ես իշխում եմ ազգերի վրա, ես եմ տիրում երկրի վրա, այդ ազգերը, այդ երկիրները, սահմանները, ես իշխում եմ, տիրում եմ, իսկ դու եկել ես ինձ ասում ես, Տեր Աստված, այսօր այս ամիս ինչ որ կոմունալների խնդիրը մեծ է, ֆինանսը քիչ է, գործատուս ինչ որ խնդիրներ առաջացնում, Տեր Աստված, այս հովվիս հետ խնդիրներ ունեմ, Տեր Աստված, ախր չես տեսնում, շուտ արա Աստվածին, հանդարտ մնա, ախր չգիտես, որ ես տիրում եմ այս աշխարհի վրա, ես Աստվածն եմ, մնա իմ ներկայության մեջ, ու քեզ մի կորցրու, հանգիստ մնա, վստահիր ինձ, պահիր խոնարհությունդ, շարունակիր վայելել իմ ներկայությունը, սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զորավոր լինի եւ սպասիր Տիրոջը։ Մի քանի անհամբեր մարդիկ մի քիչ ինձ կարող է սկսեն քիչ սիրել այս խոսքերից հետո, բայց ոչինչ, Տերն է ասում։ Սիրելի անհամբերներ, սիրելի վրազողներ, ուզում եմ ասել սիրելի մամիկոն եղբայր, Մամիկոն աղբերս վրազ որ չլի, այսքան բան չի ասում։ Տեր ասում է, վրազիր, շտապիր, քո բնավորությունն եմ ես ստեղծել, բայց իմ ներկայության մեջ մի շտապիր դուրս գալ։ Իմ ներկայությունը այն վայրն է, որ հանդարտ եղիր եւ սպասիր Տիրոջը, սպասիր իր ժամանակին։ Ինչ որ կասեմ, դա արա։ Քեզանից դուրս բաներ մի խոսա ու մի արա։ Ինչ որ կասեմ, դա արա։ Ասում եմ գնա քնելու Սավուղ։ Առավոտյան քեզ արթնացնում եմ, ասում եմ վեր կա ժամանակն է, ուրեմն վեր կաց։ Աստված ավելին ունի, քան մենք ինչ պատճառով որ մենք գնացել ենք նրա մոտ։ Հաջորդ օրը երբ որ արթնացրեց Սավուղին Սամուելը, նա խոսեց նրա հետ։ Եվ Տերը Սամուելին հայտնել էր, արդեն նախապես Տերը Սամուելին հայտնել էր, դա Սավուղի գալուց մեկ օր առաջ եւ ասել. «Վաղը այն նույն ժամին Բենյամինի երկրից քեզ մոտ մի մարդ եմ ուղարկելու, որ դու նրան իշխան օծես»։ Իսրայելի իմ ժողովրդի վրա, որպեսզի նա իմ ժողովրդին ազատի փղշտացիներից, ձեռքից, որովհետեւ ես նայեցի ժողովրդին եւ այլն։ Եվ Սամուելը վերցրեց յուղի շիշը եւ լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխան օծեց իր ժառանգության վրա»։ Ես կարդում եմ առաջի թագավորաց 9, 10, 11 գլուխներից։ Համարները տարբեր են, շատ են, դրա համար չեմ ծանրացնում ձեր միտքը։ Աստված ավելին ունի մեզ համար, քան այն պատճառները, ինչի համար որ մենք գնացել ենք դրա առաջ։ Սուրբ Հոգին, ով բացահայտում է մեր մեջ Աստծու կոչումը,
նա է նաև, որ մեզ պատրաստում է այդ կոչման համար։ Սուրբ Հոգին, որ մեզ բացահայտում է, ով ենք մենք եւ ինչ օծություն ունենք, նա չի թողնում այդտեղ եւ ասում է վերջ, նա նաև պատրաստում է մեզ այդ ամենի համար։ Սավուղ գնաց Աստծո մարդու մոտ, գնաց Աստծո մոտ էշերի պատճառով, որպեսզի էշերը գտնվեն։ Սավուղ ասեց՝ մի անհանգստացիր էշերի համար, էշերը գտնվել են։ Բայց դու այստեղ ես քո կոչման եւ քո օծության համար։ Եկել ենք Աստծո մոտ հիվանդության պատճառով, մերժվածության պատճառով, հետարքությունից ելնելով, լավ ենք արել, ճիշտ տեղ ենք եկել ենք Աստծո մոտ։ Բայց Աստված քեզ ասում է այսօր, դու չես եկել իմ մոտ միայն նրա պատճառով, դու կարծում ես, որ եկել ես քո հոգսի, քո բեռի, քո ծանրության պատճառով, բայց ես ասում եմ քեզ, դու եկել ես իմ տուն եւ եկել ես իմ առաջ քո կյանքի իմաստի համար, քո կյանքի կոչման համար, քո օծության համար։ Մնանք նրա ներկայության մեջ եւ նա կհայտնի ով ենք մենք։ Սիրենք նրա ներկայությունը եւ նա կխոսի մեզ հետ մենք ով ենք նրա արքայության մեջ։ Չշտապենք նրա ներկայությունից դուրս գալ եւ նա կխոսի մեր կոչման մասին, նա կխոսի մեր օծության մասին, նա կխոսի մեր իշխանության մասին։ Նա թագավոր օծեց Սավուղին, Սավուղի օծությունը թագավորությունն էր, մենք բոլորս թագավորական քահանաներ ենք։ Ունենք իշխանությունը, ունենք մուտքը Աստծո մոտ, մենք թագավոր եւ քահանա ենք, բայց խոսքը վերաբերում է այսօր քո օծության, քո կոչման մասին, ով ես դու Քրիստոսի համար, ով ես դու արքայության մեջ, ով ես դու Աստծո ծրագրի մեջ, տարբեր պատճառներով կարող են գնալ, մնանք նրա ներկայության մեջ, փնտրենք նրան, աղոթքի մեջն ենք, կանչենք նրան այնքան, մինչև որ Տերը կհայտնի։ Կարեն եղբայր, եւ բոլորիս եմ ասում, գիտես որն է քո կոչումը, գիտես ինչ է քո կանչվածությունը, գիտես ով ես դու Աստծո համար, Սամվել ջան, մեր երիտասարդներ, գիտեք ով եք դուք Աստծո համար, ինչ ծրագիր ունի Աստված ձեզ համար, գնացեք նրա ներկայության մեջ։ Թողեք որ նա խոսի ձեզ հետ։ Կարծում ենք որ կամ ուզում ենք մենք լինենք հովիվ, ուզում ենք լինենք ավետարանիչ, ուզում ենք լինենք փառաբանություն, երաժիշտ եւ այլն, շատ լավ է։ Գնա եւ ասա ես սա եմ ուզում, Տեր, բայց դու ինչ ես ուզում։ Ով եմ ես քո արքայության համար, ով եմ ես քո ծրագրի համար։ Ով եմ ես։ Եվ Աստված իր ներկայության մեջ, եթե մենք տեղ ենք տալիս Սուրբ Հոգուն, նա կոծի մեզ, նա կտա մեզ իշխանություն եւ նա կհայտնի։ Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ եկավ եւ առաջի իր խոսքերը խոսեց սա էր. Տիրոջ հոգին իմ վրա է։ Տիրոջ հոգին իմ վրա է։ Որքան էլ մենք ուզում ենք ցանկությունները մեծ լինի, նախանձախնդրությունը մեծ լինի Աստծո համար, ես ուզում եմ ինչ-որ բարի բաներ անել, առանց նրա, առանց Սուրբ Հոգու, առանց նրա հետ հաղորդակցության, առանց նրա իշխանության, առանց նրա օծության, անգամ Հիսուս Քրիստոսը չգործեց։ Ինչպես ենք ուզում, որ մենք գործենք։ Ինչպես ենք ուզում, որ մենք գործենք։ Նրա զորությունը, նրա ուժը, նրա կարողությունը, նրա իշխանությունը ես պետք է ունենամ, որպեսզի գործեմ։ Սիրելի եկեղեցի, 5 շաբթօրվա աղոթքները նպաստում են նաև սրան, որ ես ու դու տեղ ենք տալիս Սուրբ Հոգուն, գործիր Սուրբ Հոգի, աղոթել տուր մեզ, առաջնորդիր մեզ, դրա համար կոչ եմ անում, 5 շաբթօրվա աղոթքներին կիրակյորվանից շատ եկեք ավելի, մարդաքանակ նկատի ունեմ, շատերը զգանք, 5 շաբթօրվա աղոթները շատ կարևոր են մեզ համար, քո համար եւ եկեղեցու համար։ Մենք ուզում ենք Սուրբ Հոգին լեցնի մեզ, հայտնի մեզ, օծի մեզ եւ տա մեզ իր իշխանությունն ու զորությունը։ Եվ գործի այնպես, ինչպես որ ինքն է ուզում, մենք իրեն չենք թելադրում։ Մենք իրեն ուղակի ասում ենք, մենք էստեղ ենք, խորհում ենք քո մասին, խորհում ենք քո խոսքի մասին եւ քեզ տեղ ենք տալիս գործիր։ Իսկ եթե ժամանակ չունենք, ավելի կարևոր բաներ ունենք, կամ հավես չունենք, ուրեմն այս մարդը եկավ Աստծո մոտ եւ նա դուրս եկավ իշխանությունով, օծությունով, թագավոր նա դուրս եկավ։ Այս նույնը կատարվելու է քո կյանքի համար եւ քո կյանքի մեջ։ Օրինակ, ես չգիտեմ, դա ինքը կարող է իմանալ։ Քույրերից մեկը ինձ մոտեցավ 5 շաբթի օր ասեց. Աստված ինձ հետ խոսեց եւ ինձ ասեց, որ այսինչ պարգևն է ինձ տալիս։ Ես փառք տվեցի, ասում մենք աղոթում ենք, որ Սուրբ Հոգու պարգևները դրսևորվեն եկեղեցում։ Միգուցե դու այն անձն ես, որ Աստված կարող է քեզ գործածել եւ Աստված ուզում է տալ, բայց իմացիր, հավատարիմ եղիր Աստծուն, շարունակիր նույն ձևով մտածել։ Մի ասա, որ ես արդեն այդ պարգևը ունեմ, վերջ, չէ, այդ ուղղությամբ սկսիր աղոթել, թույլ տուր, որ Աստված գործի, շարունակիր աղոթել մարդկանց համար եւ եթե Աստծուց է եւ եթե որ Աստված ուզենա, այն ժամանակ կդրսևորվի ու փառք նրան։
ու ասենք ինքը եկել էր այդ օրը հավաքույթի հոգնած։ Ճանապարհորդությունից հետո էր եկել։ Հիմա քիչ-քիչ ահա, այդ դա չի իրական այն է, որ Աստված գործում է նրանց կյանքում, ով որ փնտրում է իրեն։ Ով որ եկել է հանդիպելու իր հետ, նրանց կյանքում Աստված գործում է։ Սուրբ Հոգին հայտնվեց, օծեց Սավուղին, եւ ինչ է տեղ ունենում այն մարդու կյանքում, ով հանդիպել է Աստծուն, ով օծվել է Աստծո կողմից, ով ժամանակ է անցկացրել Աստծո ներկայության մեջ, ինչ է տեղ ունենում։ Եվ Սամուելը սկսեց Սավուղին բաներ ասել, եւ ասեց նրան. գնա եւ այսինչ բանը տեղի կունենա եւ այնինչ բանը այնինչ մարդկանց կհանդիպես եւ այս բաները տեղի կունենան։ Էշերը գտնվել են եւ այսպես եւ այնպես։ Առաջին բանը, որ կանի Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ, կամ եկեք լավ չհամարակալենք, բաներից մեկը, որ կանի Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ, մենք հստակ կիմանանք, երբ որ մենք հանդիպել ենք նրան, երբ որ աղոթքի մեջ մենք փնտրել ենք նրան, մենք գտել ենք, եկել ես եկեղեցի եւ զգացիր, որ Աստված քեզ խոսեց քեզ հետ, հանդիպեց քեզ, հստակ դու կիմանաս ինչ է պետք անել եւ ինչ պետք չի անել։ Մարդիկ կան ասում են հիմա ես ինչ պետք է անեմ, Աստված կասի հիմա դու ինչ պետք է անես։ Երեք հովիներից մեկի հետ տիկնոջ հետ եւ ես եւ Լիլթը հանդիպում ունենք, դեր իրենց շատ օրհնի, որտեվ մեզ լավ հյուրասիրեցին։ Էսի հումոր է ժողովուրդ։ Տերը առանց դրա իրանց օրհնի։ Բայց ամեն դեպքում լավ ժամանակ անցկացրեցինք, մեկ ուրիշ եկեղեցու, քույր եկեղեցու հովիներից մեկը, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, օրհնվեցինք, շատ շնորհալի մարդիկ էին եւ ուրախանում եմ, որ այսպիսի հաղորդակցություններ կարող ենք ունենալ հովիվներով, ընտանիքներով, միասին, զույգերով ու փառավորել Աստծուն։ Եվ այս եղբայրը պատմել էր ոնց է ինքը ապաշխարել։ Սովորական բանակում մարդիկ, որ հավաքվում էին աղոթելու, ինքն էլ գնացել էր իրենց հետ, ուղղակի նստել էր այդպես։ Չգիտեր անուբն անգամ ասուն հակառակ էր։ Միգուցե անգամ գնացել էր նրա համար, որ ինչ-որ բաներ տեսնի, որ հակառակվի։ Եւ Աստծո Հոգին այցելել էր իրեն։ Նա աշկերը փակել էր ու սկսել էր եւ արտասվել, եւ ինչ-որ բաներ տեղի ունեն, ասում են, ես ամեն ինչ-որ տեղի ունենում իմ հետ, ինձ հակառակ է։ Ես հոգևորներին հակառակ եմ եղել, ես չեմ ընդունել, հիմա զորովից սպասում եմ, որ արդյունքներ չկա, չեմ կարողանում։ Ու այնպիսի մի մեծ լույս է ճառակել, որ մտածում եմ, եթե բացեմ, կվնասի ինձ։ Ես Աստծո ներկայությունը այնքան ուժեղ է, որ մտածում եմ, եթե հիմա աչքերս բացեմ, այդ լույսից, այդ սրբությունից կմեռնեմ։ Դե ի վերջո բացեց աչքերը։ Ու բան չեղա, փառք Աստծո։ Ու ասում եմ, այդ օրվանից հետո, այդ ինչ որ տեղ ունեցավ, ասում եմ, ես չեմ կարում հայոյեմ։ Երբ որ Աստծո ներկայությունը գա, շատ բաներ մեզ պետք չի սովորացնել, այդ օծությունը մեզ արդեն կսովորեցնի։ Ուրեմն մեզ պակասում է նրա այդ հանդիպումը եւ նա առաջնորդվեց, Սավուղը ունեցավ հստակ հրահանգը, առաջնորդությունն ունեցավ, ուր գնա, ում կհանդիպի, ինչ պետք է անի եւ Տերը քեզ կառաջնորդի, ինչ որ կարող ես, ինչ որ ձեռքիցդ գա, արա, որտեվ Տիրոջ Հոգին արդեն քեզ հետ է։ Եվ առաջնորդություն կն ավելին ասեմ շեն։ Հռոմեացիս 8:14-ը մեզ օգնության է հասնում ցույց տալու։ Հռոմեացիս 8:14 ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներն են։ Ասում են ես Աստծո որդի եմ, ինչու ես դու Աստծո որդին։ Հովիկ ախպերս, ես Աստծո որդի եմ, որովհետև 15 տարի առաջ Հիսուս Քրիստոսին ընդունել եմ կյանքում որպես Տեր ու Փրկիչ։ Ճիշտ ես ասում, Աստված քեզ տվեց իշխանություն լինելու Աստծո որդին։ Իսկ այստեղ Աստծո խոսքը ասում է, Աստծո որդի է լինում այն մարդը, որը ընդունել է Հիսուս Քրիստոսին եւ շարունակում է առաջնորդվել Աստծո հոգով։ Սուրբ Հոգին կառաջնորդի ինձ ու քեզ։ Բայց ինչ է մեզ պետք։ Հանդիպել նրան, խոնարհաբար ժամանակ անցկасնել նրա հետ։ Եվ նա անպայման կառաջնորդի։ Եվ նա կոծի մեզ, եւ նա կհայտնի մեզ մեր անելիքը, մեր կոչումը եւ կտա մեզ առաջնորդություն։ Կարևորագույն կետերից մեկն եմ հիմա ասում եւ քիչ հետո ավարտում եմ։ Կարևորագույն խոսքերից մեկը։ Ինչ տեղ ունեցավ, երբ որ նա հանդիպեց Աստծո մարդուն եւ օծվեց։ Հաջորդիվ Եվ Տիրոջ Հոգին կիջնի քեզ վրա։ Սամուելն է ասում Սավուղին. Տիրոջ Հոգին կիջնի քեզ վրա ու դու կփոխվես։
եւ ուրիշ մարդ կդառնաս։ Երբ այս նշանները գան քեզ վրա, ձեռքիցդ եկածը կանես, որովհետեւ Աստված քեզ հետ է։ Այս խոսքերը ձեռքիցդ եկածը արա, վտանգավոր խոսքեր են։ Ինչ ուզում ես, ոնց ուզում ես արա, վտանգավոր խոսքեր են։ Գիտենք, որ Սաուլը հետո չարաշահեց, սա է։ Տերը քո հետ է, Տիրոջ հոգին քեզ վրա է, շարունակի լսել եւ հնազանդվել։ Միևնույնն է, Տերը քեզ օծել է, միշտ քո սիրտը պահիր մաքուր։ Բայց Տիրոջ հոգին կիշխնի քեզ վրա ու դու կփոխվես։ Մի հատ ասացվածք ունենք, փոխվելու հետ կապված, հիշացնեք ինձ։ Չփոխվելու հետ կապված։ Կարմիր կովը իր կաշին չի փոխում։ Հələ նայեք, մեկին որ դու ասես 1000 ներողություն, մեկին որ դու ասես կով, կամ ասես այ կով, ինչ կանի այդ մարդը քո քեզ։ Ասելուց առաջ պետք է մի քիչ դիստանցիա պահես, կամ էլ ասենց ճարպիկ լինես, որտեվ հիմա օրինակ մի կնոջը որ այդպիսի բան ասես ու հանկարծ սունկայի մեջ մի հատ ծանր բան եղավ, վտանգավոր է։ Բայց ինչքան ես դու ինքդ քեզ ասել, քո համար ասել, կարմիր կովը իր կաշին չի փոխում։ Ասենք նախ ասել ես որ չեմ փոխվելու, երկրորդը քեզ կով ես անվանել։ Եթե ասել ես այդպես էլի։ Չգիտեմ, ասածկալն ենք էլի ոնց ուզում ես, չես ասել դու։ Սուրբ։ Սուրբ, ահա սուրբ։ Այդպիսի բաներ շատ ունենք։ Սիրելիներ, կարմիր կովի մասին չգիտեմ, բայց մարդը պետք է փոխվի։ Երբեմն մենք այն սուտի կյանքի մարդիկ են լինում, ախպեր, ես 1000 տարի էլ մնա ներողություն, ես փոխվող չեմ, ինձ ինչքան գիտես, հա, այդպես Սիրելիներ, երբեմն այդպիսի եկեղեցիներ են լինում, այդպիսի հոգևորներ են լինում, այսինքն մեզ դնում ենք կներեք էլի, ասենց սուտի կեցվածքի տեղ ենք դնում ու մենք փոխվող չենք, շատ վատ է որ մենք փոխվող չենք։ Որտեղ միակ անձը, միակ մեկը որ կա անփոփոխ է, դա Հիսուս Քրիստոսն է։ Որտեղ կատարյալը փոխվելու կարիք չունի։ Իսկ եթե ես ու դու փոխվելու կարիք չունենք, ուրեմն մենք փաստորեն կատարյալ ենք, վրեքներս խաբար չկա։ Ասեմ սիրելիս, եթե դու մտածում ես, որ փոխվելու կարիք չունես, դու արդեն երկնքում ես։ Ուղղակի չես հայտնաբերում, որ երկնքում ես։ Մի հատ լավ քննիր, կարող է երկնքում ես, բայց եթե ինձ լսում ես այսօր, ասեմ, երկնքում չես վերնատուն, եկեղեցում ես։ Ու դեռ երկրի վրա ես, ու կներես, հիշացնեմ քեզ, բայց դու թերի ես։ Իսկ եթե թերի ես, ուրեմն փոխվելու կարիք ունես։ Գիտեմ, որ ունեմ, բայց չեմ կարող փոխվեմ։ Երբ որ Տիրոջ հոգին գա քեզ վրա, դու կփոխվես։ Ուրեմն ժամանակ անցկացնենք նրա հետ։ Ինքն է մեզ փոխողը, Այրամ ջան։ Ինքն է մեզ փոխողը։ Ոչ միայն մեզ, այլ մեր շուրջը, մեր շրջապատը, մեր ընտանիքը։ Որքան մարդիկ գիտեք, որոնք պահանջներով, կռիվներով, չգիտեմ, տարբեր կերպերով չեք հասել արդյունքի, բայց ծնկները ծալել եք Աստծո առաջ եւ հարատեվաղոթք եք ունեցել ու ստացվել է այդ հարցը։ Ձեր կողակիցները փոխվել են, ընտանիքը փոխվել է, գործը հաջողություն է եղել, շատերս կարող են վկայել։ Երբ որ Տիրոջ հոգին կգա քեզ վրա, դու կփոխվես եւ ուրիշ մարդ կդառնաս, երբ այս նշանները լինեն, եւ երբ նա մեջքը դարձրեց, արդեն հեռացավ Սամուելից, որտեղ Սամուելը պատվեր տվեց գնալու եւ անելու եւ լինելու այն ինչ որ Աստված կանչել էր, եւ երբ որ նա մեջքը դարձրեց Սամուելի մոտից գնալու համար, Աստված փոխեց նրան։ Ուրիշ մի սիրտ տվեց։ Ոչ թե միայն փոխեց, այլ ամբողջությամբ ուրիշ մի սիրտ տվեց։ Եվ նույն օրը այս բոլոր նշանները կատարվեցին։ Ամեն բան կփոխվի, երբ Տիրոջ հոգին գա մեզ վրա, սիրելիներ, կարող ենք ամեն ասել։ Աստված մեզ չի ուղարկում մարտի դաշտ առանց մեզ նախ փոխելու ներսից։ Աստված կուղարկի մեզ մարտի դաշտ, հոգևոր մարտի դաշտ, երբ որ մեզ կփոխի ներսից։ Մինչև հիմա որ դու մտածում ես, ասում ես, բա ես ինչի տենց չեմ զգում, որ պատերազմ, հոգևոր պատերազմ, ինչ որ ծառայություն անեմ, ինչ որ օգուտ տամ, ինչ որ, չգիտեմ, լավ բաներ անեմ Աստծուց համար, ինչ որ սենց ինձի կոչում, ծառայություն, օծություն, որովհետև ընդդիմանում ես ներսից փոխվելուն։ Աստված քեզ կուղարկի մարտի դաշտ այն ժամանակ, երբ որ դու հոժարվես, որ ներսից Աստված քեզ փոխի։ Այդ փոխելու process-ը հեշտ չի։
Այդքան էլ հետաքրքիր չի այդքան, այդ փոխել process-ը։ Ցավալի է մի քիչ էլ ցածրացնող է, որտեվ մարդիկ քեզ ուրիշ ձև գիտեն, հիմա ուրիշ ձև պետք է իմանան։ Խոնարհում ես։ Լավ էլ շատ, ու մեղքերը շատ են կարեն ախպեր, նա ավելի ցավոտ է լինում։ Ու մեղքերը մի քիչ են, մի քիչ ցավոտ է լինում։ Ու որ շատ սիրվեց, շատ ծեծվեց։ Սուրբ Հոգին փոխում է մեր էությունը։ Մենք ուզում ենք, որ Սուրբ Հոգին փոխի մեր իրավիճակը, բայց նա փոխում է մեր էությունը։ Դեր փոխիր ես իրավիճակը։ Փոխիր, բժշկիր ինձ, հաջողություն տուր ինձ, հռչակ տուր ինձ, պարգև տուր ինձ, փող տուր ինձ, օրհնություն տուր ինձ, մարդկանց մեջ համբավ տուր ինձ, սեր տուր ինձ, սիրեն մարդիկ ինձ։ Ուզում ենք, Աստված փոխում է մեր էությունը։ Հետո նոր մեր շուրջը, փառք իրան։ Ինքը միշտ ճիշտ է։ Կասես ամեն, հա, այս խոսքերի։ Բայց սպասի, որ քո ներսն է փոխելու Աստված, հետո նոր քո շուրջը։ Սուրբ Հոգու հետ մեր ունեցած փոխհարաբերությունը, սիրելիներ, շատ մարդիկ նմանեցնում են սրտի վիրահատությանը, որ մեր սիրտը սկսում է Տերը վիրահատել։ Եվ Սուրբ Հոգու գալու նպատակը նաև մեզ կերտելն է, դարձնելու նման Հիսուս Քրիստոսին։ Կերտի մեզ այնքան, որ մեզանից ստանա Հիսուս Քրիստոսի պատկերը։ Երբ որ դու գնաս եւ Սուրբ Հոգին քո վրա գա, դու ուրիշ մարդ կլինես։ Ինչ է պետք մարդուն, որ հանդիպել է Աստծուն կամ հանդիպումից հետո ինչ է հաջորդում, առաջնորդությունը եւ փոփոխությունը։ Աստված սկսում է փոխել մեզ։ Չընդդիմանաս երբեք, երբ որ դու Աստծուն հանդիպել ես, Սուրբ Հոգու հետ հանդիպել ես, աղոթքի մեջ, խոսքի մեջ, Սուրբ Հոգու հետ փոխհարաբերություն ունեցել ես, ինքը քեզ առաջնորդում է ինչ-որ բաների, չընդդիմանաս։ Գնա եւ արա այնպես, ինչպես որ ինքը քեզ կասի, կառաջնորդի, դեմ չկանգնես, օրհնությունը դրա մեջ է։ Եվ երկրորդը, նա փոխելու է քեզ անպայման, դեմ չկանգնես։ Ուրիշի վրա մեղքը չգցես, խնդրում եմ քեզ, հորդորում եմ քեզ, չգիտեմ, կարամ անգամ աղաչեմ քեզ, երբ որ դու ասեցիր Տեր, բայց ախր այս մեկն է մեղավոր, ախր ինքն է սխալ, ախր ժամանակը չի, ինչ որ մի օր կփոխվեմ, ձախողեցիր։ Նորից է սկսելու Աստված։ Այ մարդ, քանի դեռ հանդիպել ես Աստծուն, քանի Աստված խոսացել է, որ այս հարցերով պետքա փոխվես, ու ինքը քեզ օգնում է, որ դու փոխվես, այս արտո աղբորն էլ պատգամա տվել, որ խոսա, որ դու պետքա փոխվես, առիթը բաց մի թող։ Թագավորությունն է հաջորդում, օծությունն ու իշխանությունն է հաջորդում, կոչումը դա հաջորդում, մարդիկ են սպասում, որոնց պետք է ազատագրես։ Մարդիկ են սպասում, որոնք պետք է օգտվեն քո տված, քեզ տրված իշխանությունից եւ զորությունից։ Անկամ այս ամենից հետո պետք է ես ու դու ուշադիր լինենք, որտեղ Տիրոջ խոսքը ասում է զգուշություն արա, ամենայն զգուշությունով պահպանիր սիրտդ։ Աստված քեզ փոխել է, մաքրել է եւ շարունակաբար փոխում է, բայց ուշադիր եղիր սրտիդ, որ այնտեղ դառը արմատներ չբուսնեն, վատ սերմեր չցանվեն, ինչ որ ուրիշ բաներ միշտ պահպանիր այդ սիրտը, ու այդ սիրտն է կպահի քեզ ուղիղ Աստծո առաջ։ Հաջորդիվ ասում է գնա եւ կհանդիպես այս մարդկանց եւ այլն եւ նրանք քեզ երկու հաց կտան։ Սա նշաններ են, բայց այստեղ ես ուրիշ բաներ եմ տեսնում։ Հացը նշան է, որ ես կհոգամ քո կարիքները։ Ես կկերակրեմ քեզ, Կարեն աղբեր, Աստված կհոգա։ Ամեն հարցերը կհոգա։ Չգիտեմ դու ինչ մտածեցիր, բայց ես ավելի մեծ բան էի մտածում։ Տան հարցեր կհոգա Աստված։ Մեծ օրհնություններ կարող է Աստված հոգալ։ Աստված կհոգա։ Դու կհանդիպես մարդկանց եւ Աստված կհոգա, կբավարարի քո կարիքները, եթե դու ինձ հանդիպել ես եւ ինձ հնազանդվել ես եւ իմ ասածներին առաջնորդությանը հնազանդվում ես, գնում ես եւ ընդունում ես փոփոխությունները քո կյանքի մեջ, ես կհոգամ քո կարիքները։ Չմտածես, մեղք չգործես, ես կհոգամ, ուրիշին չնախանձես, ուրիշի հետ չամեմատվես, ուրիշի ունեցվածքին չցանկանաս, ես գիտեմ քո կարիքը եւ կհոգամ, ով կասի ամեն։ Ես վստահ եմ, որ այս ամենի մեջ ձեր հավատքները, ոմանց հավատքները նորոգվեց ու այս ամենի մեջ, այս վստահության մեջ ես վստահ եմ, որ ինչ որ բաներ կատարվեց, օրինակ մի քանիսը կարող է տուն ստացան արդեն, մի քանիսի աշխատավարձը բարձրացավ,
Ձեր տեղն եք շարունակի ասեի ամեն, եթե հավատում եք։ Փառք Տիրոջը։ Թող Աստված կատարի իր կամքի, փառավոր կամքի համեմատ եւ նաեւ արձագանքի մեր հավատքին։ Փառք Հիսուսին։ Հաջորդ ասեց կգնաս եւ կտեսնես մարգարեների խումբ եւ նրանց մեջ կմտնես եւ կմարգարյանաս։ Եվ այդպես էլ եղավ, պատմությունը ասում է, այդպես էլ եղավ։ Եվ դու մարգարեություն կանես։ Դու մարգարեություն կանես։ Երբ որ ես ու դու շատ փափագում ենք Աստծո զորությանն ու իշխանությունը, լավ ենք անում։ Աստված տվել է մեզ այդ իրավունքը։ Փափագում ենք շնորհների պարգևներին, Սուրբ Հոգու պարգևներին ենք մենք փափագում։ Աստվածային դրսևորումներ ենք ուզում, գերբնական բաներ ենք ուզում։ Այս դուրը կարող ենք բաց թողնել, դրսի դուրն էլ բաց թողնել։ Սա էլ կարող ենք միացնել։ Միացրած է։ Հա։ Ինչ լավ հավեսին ջեր մտնոլորտ է, չէ՞։ Հալելույա։ Քիչ կարող ենք երաժշտություն ունենալ, մի փոքր հետո էլ կարող ենք մեկ երգ երգել, պատրաստել, Սուրբ Հոգուն կանչենք։ Մենք ուզում ենք Սուրբ Հոգու պարգևները, նրա իշխանությունը դրսևորումը։ Սիրելիս, արի ժամանակ անցկացնենք Աստծո ներկայության մեջ։ Արի փնտրենք Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգու, եթե պարգևներն ու նշաններն ենք ուզում, ուրեմն եկեք ժամանակ անցկացնենք։ Առաջ Կորինթացիս 12-րդ գլուխ խոսում է պարգևների մասին։ Պարգևները ասում է, որ յուրաքանչյուրի համար են, որպեսզի ծառայի այդ պարգևները ծառայի Աստծո մարմնին։ Աստծո Հոգու ներկայությունը բերում է պարգևները եւ նրա զորության դրսևորումը։ Բայց այն մարդը, որը սավուղ է, սովորական Կիսի որդի Սավուղն է, որը փնտրում էր Էշերին։ Սովորական մարդ ես դու եւ ես։ Երբ որ մենք մտնում ենք նրա ներկայության մեջ եւ շարունակում ենք մնալ նրա ներկայության մեջ նրա ժամանակ անցկացնելու, կերակրվելով այդ սնունդը, որ նա տալիս է, հաղորդակցվելով, լսելով Աստծո խոսքը, երբ որ մենք նրա ներկայությունը վերապրողն ենք լինում եւ դուրս ենք գալի նրա ներկայությունից, հարաբերական եմ ասում։ Դուրս ենք գալիս նրա ներկայությունից, մենք այլևս չենք կարող սովորական մարդ մնալ։ Ինչ որ բան մեր կյանքերում փոխվում են, որտեղ հանդիպել ենք նրան։ Սավուղը Էշերը փնտրող սովորական մարդ էր, բայց նա Սամուելից հեռացավ արդեն օծված եւ իշխանություն ունեցող մեկը։ Եվ նա մտավ մարգարեների մեջ եւ նա սկսեց մարգարյանալ։ Մարգարեներից չէր զորությունը, զորությունը Սուրբ Հոգուց էր։ Բայց այստեղ նշան կա նաև ինչու Սամուելը, ինչու Սուրբ Հոգին ուղարկեց մարգարեների մեջ, որտեղ գիտի Սուրբ Հոգին, որ մենք կարիք ունենք, եւ մենք կարիք ունենք մեկս մյուսի, կարիք ունենք իրար։ Ոմանք ասում են, որ մենք եկեղեցի չենք գա։ Մենք մեր Աստծուն մեր տունը կպաշտենք ախպեր ջան։ Քո Աստված ում պաշտում ես, քեզ ասում է վեր կաց գնա եկեղեցի։ Մի բացակայիր, մի թող այն վայրը, որտեղ որ հավաքվում են։ Եվ այս խոսքերը բոլորը ուղղված են եկեղեցուն։ Եվ Հիսուս Քրիստոսն էլ վերադառնալու է եկեղեցու համար, որպես իրեն տուն տանի։ Որտեղ մեր ավետարանը ձեր մեջ միայն խոսքով չտարածվեց, այլև զորությամբ, Սուրբ Հոգով ու կատարյալ վստահությամբ։ Աստծո ավետարանը ես ու դու պետք է քարոզենք, ասես ամեն այս խոսքերին, բայց ոչ միայն խոսքերով, այլ զորությամբ։ Երբ որ մենք նրա մեջ ենք եւ նրա հետ ժամանակ ենք անցկացնում, նա տալիս է մեզ այդ զորությունն ու պարգևները, ինչպես որ Սավուղը մարգարյացավ, այդպես ես ու դու էլ կսկսենք մարգարյանալ, բժշկել, օրհնել, հրաշքներ գործել, կասես ամեն այս խոսքերին։ Հաջորդի վերջին բանն եմ ասում ու կանգնում ենք աղոթքի։ Ասես դու ուղղորդես նրան եւ տեսնում ենք, որ ասում են նա գնաց, Սավուղն էլ գնաց իր տուն, Գաբա եւ նրա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը շարժել էր Աստված։ Շատ մի մտածիր։ Քեզ անհրաժեշտ մարդիկ Աստված քո կողքը կդնի։ Քեզ միայն պետք է նրան հանդիպել, խոնարհաբար նրա հետ ժամանակ անցկացնել, թույլ տալ, որ նա քեզ օծի, թույլ տալ, որ նա քեզ քո կոչումը հայտնի, գնալ նրա առաջնորդությամբ, թույլ տալ, որ նա քեզ փոխի, կամ ինչպես որ փոխել է, հնազանդվես, հոժարվես, սիրտդ մաքուր պահես,
Տերը կհոգա, ինչ որ կհոգա, գոհացիր Աստծուց, Աստված կհանի այն ամեն ինչ որ քո կյանքին անհրաժեշտ են, գերբնական դրսևորումներ տեղի կունենան եւ նաեւ մարդիկ կշրջապատեն քեզ։ Եվ այն ժամանակ դու հաղթություն կունենաս։ Ինչպես որ Սավուղ ունեցավ իր առաջին պատերազմի ժամանակ հաղթություն եւ հոգին արթնացրեց նրան։ Բայց միշտ հիշիր, շարունակիր ժամանակ անցկасնել Սամուելի հետ։ Շարունակիր ժամանակ անցկасնել Սուրբ Հոգու հետ։ Շարունակիր սիրտդ մաքուր պահել իմ առաջ։ Այս բոլոր բաները մեկ անգամ չի որ պետքա տեղ ունենա, այն շարունակաբար է։ Այն շարունակաբար է։ Եվ հաղթությունն էլ շարունակաբար կլինի։ Օծությունն էլ շարունակաբար կլինի։ Թագավորությունն էլ շարունակաբար կլինի։ Հաջողությունն էլ շարունակաբար կլինի։ Աստծուն հավատացող մարդն էլ կարող է ասել ամեն։ Հրավիրում եմ ոտքի կանգնենք եւ փառավորենք Աստծուն։